Ղութանի բաները գցեցին, չէ, ձեռը, որ խփեց պատրեց, ի՞նչ է դա նշանակում, այսինքն ցուլի համաստեղության ավարտը։ Մենք խոսում ենք 6000 տարի առաջվա մասին, երբ որ աշխարհակարգը ցուլի համաստեղությունից անցնում է դեպի խոյ, այդ պիրուդի մասին է, այդ ձեռն էլ խուփ է, քերիթորս մաժես, բացեց, տեսավ կաթ մի արյուն բռան մեջ, ասում է աշխարհարեմ մի կաթ, արյուն, սա տիեզերա փուլի ավարտի եւ նոր տիեզերակարգի վերադարձի մասին է մհերի դուրս գալու հետ կապված, ինքը ոչ միայն ավերում է հին աշխարհը, ղալբացած աշխարհը, այլ ստեղծում է նոր աշխարհ։ Նույն զուգահեռը կա Վեդաներում Աստված 12 ժամ քնում է, 12 ժամ արթուն է, այդ իր արթուն ժամանակ 4 միլիարդ 320 միլիոն տարվա ընթացքում ձևավորվում է նյութական տիեզերքը, որ իր մտքի արգասիք է, որը ունի 4 փուլ՝ ոսկյա, արծաթյա, բրոնզա եւ կալիյուգա, երկաթյա։ Կալիյուգան վերջի փուլն է, փոքր մհերը կալիյուգան են ներկայացնում, որը փակվում է, որ նորից հետ վերադարձով բացվի ոսկյա շրջանը։ Այս էպոսի վերջաբանը նույն զուգահեռն է ինչ որ վեդաներում է, հա, նույնիսկ թվերը, ափսոս դուք մերը դրան առեղծվածը ֆիլմը որ նայեք, այնտեղ ամեն ինչ տալիս է, հստակ էպոսի մեջ պատումներ կա, որ թվերով են ասում է, ամեն վարդևորին մհեր դուրս կգար, մեկ սահատում կանցներ 40 ավուր ճամփա, 40 օրվա ճամփա մեկ վայրկյանում, 40 օր այդպես կերթար, նորից պիտի բազմապատկես կա, վեր կգար քարին, խողը ղալբցել է, ծանրություն չի պահում, հետ է դառնում, ես 5-րդ դասանի, 7-րդ դասանի մաթեմատիկական խնդիր է, հաշվում ես, տեսնում ես ինչ, ամբողջ պրոցեսայի օրենքով հստակ տալիս է, այդ թվերը մհերի անցած ճանապարհը ցույց է տալի տիեզերական բրահմայի կյանքի տևողությունը 4-րդ փուլում ինչ որ վեդաներում է գրած։ Ես քեզ փոքր մհերի մասին ենք խոսում։ Իսկ նրանք ասում են պատմական անց, ազգային ազատագրական շարժում, ինչ որ sense աղմախություններ։ Սա տիեզերաբանություն է։ Անշուշտ ազգային խարակցերը իր ակնկալիքները աշխարհից եւ աշխարհին իր տալու խնդիրները այդ ամեն ինչը իր մեջ, բայց սա տիեզերական այն ժամանակների համար աշխարհաճանաչողական համակարգի մասին է խոսքը եղել։